Եթե հասարակության մեջ շատ են լինում արական սեռի ներկայացուցիչներ, այդ հասարակությունը ավելի ահակված լինում պատերազմների։ Երբ որ իրանք դառնում են 18-25 այդ տարիքի, ավելի լարվածություն է լինում հասարակությունում։ Փորձ է կատարվել։ Առնետների մոտ կանիբալիզմի երևույթներ չկան, այսինքն առնետ չի ուտում։ Եվ փորձ են արել մի փակ տարածության մեջ մենակ արական սերի առնետներ են դրել, որտեղ իքական սերի առնետ չի եղել։ Մի ամսվա վրա կանիբալիզմ են սկսել։ Դաժե առնետները այդ երևույթը, որ բնության մեջ չկա, նենց որ աղջիկը խաղաղություն է իր հետ բերում եւ բալանսը տեղն է պահում բնության մեջ։ Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա եւ Հայաստան այս 4 երկրներին միավորում է այն փաստը, որ տղամարդկանց մեծամասնությունը գերադասում է տղա երեխա ունենալ։ Ըստ հոգեբանների, հայերն իրենց լիարժեք չեն զգում, երբ տղա երեխա չեն ունենում։ Մեր հայ ընտանիքներում նախկինում այնքան են երեխա ունենում, մինչև որ տղա ունենային։ Հիմա ժամանակները փոխվել են։ 2 կամ 3 աղջիկ ունենալու դեպքում արդեն կարող են երեխայի սեռը նախապես ճշտել եւ կողմնորոշվել։ Շատ ողջունում եմ Եվրոպայի մոտեցումը, որ ուզում են օրենք ընդունեն, որ ընդհատման նպատակով սեռը որոշեն փոքր ժամկետում դա արգելվի։ Ես ողջունում եմ այդ որոշումը, որովհետև երբ մի քանի տարի առաջ ես ինքս որոշում եի եւ ընդհատվում էին այդ հղիությունները, բայց ես շատ ապրումներ էի ունենում, որ իմ եզրակացությունից ելնելով կյանք ընդհատվեց։ Միգուցե ես սխալ էի, միգուցե լավ չէր եղած, ես այդ ապրումներից ելնելով քանի տարի մեր ծննդատանը արդեն փոքր ժամկետին սեռ չի նայվում։ Բժիշկ Սարգսյանն նաև ավելացրեց, որ որպես կանոն ծնողներն ուզում են տարբեր սեռի երեխաներ ունենալ։ Շատ գոհ եմ լինում, ուրախ եմ լինում, որ մարդիկ հետ են կանգնում այդ ընդհատելու մտքից, որովհետև երեխան ոչինչով մեղավոր չի, որ սեռը մամային, պապային դուր չի գալիս։ Զավակը զավակ է, պիտի տարբերություն չդնել, ինչ խոսք երկրիդ համար ցանկալի որ տղա զավակներ լինեն, դա էլ եմ ես շատ գնահատում, որ նրանք ուզում են, որպեսզի պաշտպանեն մեր երկիրը, բայց աղջիկ երեխայի ժամանակ էլ չպիտի տխրեն, թող Աստված տա երեխաներ ունենան, շատ ունենան եւ երբեք չկապեն արագան ու իգական այդ սեռի հետ, երբեք չկապեն։ Տիկին Շահինյանը 3 աղջիկ ունի, ինչի համար շատ երջանիկ է։ Նա ասում է, որ դա երբեք իր ընտանիքի խաղաղության վրա չի ազդել։ Բոլոր նորաստեղծ ընտանիքները պետք է ուրախանան երեխայի ծնունդով առանց սեռի մասին մտածելու։ Անգամ երրորդ աղջկա ժամանակ մենք շատ մեծ էսենց ուրախություն ենք ապրել։ Բացի դրանից ես կարծում եմ նրանք, ովքեր որ տրամադրության անկում են ունենում աղջիկ երեխա ունենալու պարագայում, պետք է մտածեն, որ երեխան առհասարակ Աստծո պարգև է։ Ինչքան ընտանիքներ կան, որ երեխաներ են ուզում ունենալ եւ դա չի հաջողվում։ Դրա համար այդ տեսանկյունից եթե մտածեն, ինձ թվում է, որ նրանք ովքեր որ շատ այսպես տղա են ցանկացել ունենալ եւ չի եղել տղա, այդպես ցավագին չեն տանել։ Կայանեն երրորդ զավակն է ունեցել։ Երջանիկ մայրը խոստովանում է, որ անհամբերությամբ են սպասել որդու Էմանուելի լույս աշխարհ գալուն։ Մենք տանը 2 քույրիկ ունենք, Դայանա, Էլվինա, 9 ու 8 տարեկան։ Մեր հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ ալավերցի հայրերը տղա երեխա ցանկանում են հիմնականում իրենց ազգը շարունակելու համար։ Առաջերտին այդ տան թեգունքն է։ Օրինակ ես տարբերություն չեմ գտնում։ Ես ինքս ցանկանում որ աղջիկ լինի, աղջիկ ավելի շատ եմ սիրում։ Երեխա, աղջիկ երեխայի շատ եմ սիրում։ Տղեն օջախի ազգի պաշտպանում է։ Ծուխը ծխացնողն էլ մի խոսքով ազգի ծուխը պահում է։ Գայել են իրանք, երիտասարդներ, ուզում են որ բանալի, սկզբից տղալի, որպես տղա ունենան, այդ է։ Սրտի ձոր տղա են ունեմ շատ հարմար ալնում։ Օրինակ ես 3 հատ տղա ունեմ, շատ վատ եմ ինձ զգում, երան մի հատ աղջիկ ունենայինք։ Այդ գեղեցիկ սեռից պետք է լինի էլի տանը։ Լուսինե Փարսադանյան, Գևորգ Քոչինյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։